Պապ մի հատ հանգստացի, մի բան կմտածենք։ Ադամ Գյորգիչ, ես ինչ իմանայի, որ իրեն կգան ստուգելու։ Բոլոր բիզնեսներն էլ սև հաշվապահություն ունեն։ Լսի, ես քեզ ինչի համար եմ վճարում։ Ինչի։ Որ ամենապատասխանատու կարևոր պահին տուժ է։ Դե մի րոպե էլի վայ։ Հնարավոր չի այդ մարդկանց հետ լեզու գտնել։ Չէ, վլատ հնարավոր չի։ Սրանք հատուկ նավոդկայով են եկել։ Ամեն ինչի տեղն էլ գիտեն։ Սենց բան չէր եղել։ Ու ինչ ես ուզում դրանով ասել։ Ադամ Գյորգիչ, իրանք իմ հակով չեն։ Դուք հազարումից ծանոթ ունեք։ Խառնեք, թեկուզ։ Թեկուզ ինչ, ասա։ Թեկուզ ինձ թվում է, որ ոչինչ էլ չի փոխի։ Իրենք շատ ագրեսիվ են տրամադրված։ Այդ ստուգման արդյունքներում ինչ է մեզ սպասվում։ Մեր պատժի մաքսիմումը, մինիմումը ինչքան է։ Ես իրավունք չունեմ ձեր դեմքին այդպիսի բաներ ասեմ։ Եթե հարցնում եմ, պիտի ասես։ Դու իրավունք չունեիր մեզ այս օրը գցելու։ Ու եթե հիմա հասցրել ես այս օրը, մեր սպասելիքի մասին էլ պիտի ասես։ Դե լավ, դե մի քանի հազարի տուժ պետք է լինի, էլի։ Ես սա գնամ կփորձեմ հետները լեզու գտնել։ Սպասի, դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Խոսի Հակոբյան։ Մինիմումը մի քանի տասնյակ միլիոնի հասնող տուժ է։ Ինչ։ Ինչ ասեցիր։ Բարև ձեզ։ Բարև։ Ալեքս Ետրակիչը դուք եք։ Հայես եմ ախպերջան, ինչ կա։ Ինձ Արտեմյանն ա ուղարկել, ձեզ տեղեկացնեմ, որ Ինչ ասա։ վարորդը ցուցմունքը չի փոխել, ինքն էլ արդեն շենքում չի։ Վայ ես։ Ինչ։ Դու ինձ խաբես, արա, մորթելու եմ, որա, մորթելու եմ։ Ես տենց էլ գիտեի, սրանք ուզում են Լևին անպայման փակեն։ Հա, ողջ ազգային անվտանգությունն ա ոտի հելել։ Բայց մենք դա թույլ չենք տա, չէ։ Թույլ չենք տա, չէ, որ Լևին փակեն, հոպար։ Չէ, ապես, անպայման մի բան կանենք։ Հայ ես ձեր արա, դու ինձ խաբես, արա, ես նրա մորթելու եմ։ Սպասեցնել տվիր էլի վերջը։ Այս ինչ զզվելի մարդիկ են արա։ Ոնց եմ սեղմում, որ ինձ հացուկելուց խանգարում են։ Փորձեմ գուշակել, դուք ոստիկանությունից եք, եկել եք ինձ ձերբակալ եք, ես անձնվում եմ։ Խմենք բարի տեսանք, բարով եկաք։ Աղջիկդ գեղեցկու է։ Շնորհակալություն։ Քեզանից հետ չեմ մնում։ Խմի։ Այսինքն հետ չես մնում, ոնց հասկանանք։ Մոռացել ես։ Աղջկատ նկարը ինձ ցույց էիր տվել։ Աղջկաս նկարը հեչ, այվալամ։ Նայ, 1, 2, 3, 4։ Ուրեմն, ես հոգում եմ, որ մենք 4-ով հանդիպենք ու ծանոթանանք։ Հաճելի ծանոթությունը բարեկամության սկիզբը։ Եթե աղջիկդ էլ քեզ նման շփվող է, ապա հուսամ լավ բարեկամություն կանենք։ Երբեմն ավելի է լինում լավ բարեկամությունից։ Մամաս շատ տպավորված է ձեր հերոսությամբ, չէ՞ մամ։ Հավոր, բայց ինձ բան չի ասե մաման։ Հա, այդպես է։ Մամաս միշտ պատմում է ինձ ու ասում է, որ դուք իր օրերի հերոսն եք, չէ՞ մամ։
Խայտարակ եղանք, չէ, լուրջ։ Այո, պատկերացնում ես։ Բայց ասան, որ լավ չեք աշխատում, ընկերներ։ Շատ եք գլուխ պահում։ Ընկի առաջ։ Չէ, սպասի ասեմ ինչի։ Շատ ես երկարացնում։ Ընկի առաջ։ Չէ, ախր ես փախած չէի ու դուք ինձ չեք կարողանում գտնեիք։ Դրա համար էլ ասում եմ, լավ չեք աշխատում։ Մի խոսքով գալիս ես նսել։ Հասկացա, վրա մի տվեք։ Գործ եք արել, ման եք եկել, գտել եք։ Ու հիմա պետքա ձեր սկսած գործը ավարտին հասցնեք։ Ես մտնում եմ ձեր դրության մեջ։ Ես թռնող տղա չեմ։ Թռնելու մասին մոռացի։ Ներքևը մի ֆուր մարդ է քեզ սպասում, նենց որ ընկի առաջ։ Լուրջ։ Ախր շատ շոյված եմ, Ես շատ բարձր եմ գնահատում իմ հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքը։ Ոնց որ շատ խոսացիր։ Իսկ կարող եմ մի հատ ծված եղութենք իրար հետ նոր գնանք։ Սիրտս ունենց ծված եղա ուզում։ Постой, паровоз, высечите колеса, яко маменьки родной, с последним приветом. Ինձ պետք է որ աղբորս գրավի դիմաց ազատ արձակեմ բանտից։ Բայց այդ հնարավոր է։ Ոնց հնարավոր չի։ Հնարավոր է։ Դե վատ պատասխաներ։ Նորից եմ հարցնում։ Հնարավոր է թե չէ։ Կանեմ ամեն ինչ։ Այս ասել ավելի լավ է։ Ինչքան գումար է պետք դրա համար։ Դու դրա հետ գործ չունես։ Այդ ես եմ վճարում, մենակ մեր ընկերը կիմանա գումարի չափը, ու մեզ տեղյակ կպահի։ Չէ՞, ցենց ես ասում, դրա հետ կապ չունես, ոնց որ իմ ջեբից եմ տալու, լեվի փողերից եմ տալու, էլի։ Կապ չունի, դու նստի հանգիստ նստի տեղդ։ Ալեքս Էթրակիչ, ուզում եմ ձեզ զգուշացնել։ Հնարավոր է գրավի դիմաց ասած չարձակեն։ Իսկ դու գիտես ինչ կլինի այդ դեպքում։ Դու կազատվես աշխատանքից։ Կզրկվես մի հատ կալորի գումարից, որ ամեն ամիս կլորվում ընկնում է գրպանդ։ Ալեքս Էթրակիչ, ես ամեն ինչ կանեմ, որ ձեզ գոհացնեմ։ Բայց իմ պարտքն եմ համարում ձեզ զգուշացնել։ Վալերի Սերգեյիչի գործով ազգային անվտանգությունն է զբաղվում։ Հնարավոր է որ գրավի դիմաց չազատեն, բայց ես ամեն ինչ կանեմ, ինձանից ինչ կախված է կանեմ։ Ազատելու դեպքում էլ հələ հարց է, չէ՞, թե մեզ ինչ է սպասվում։ Լեվ ինչքան ժամանակ այդ գրավի դիմաց դրսում կմնա։ Մեզ պետք է, որ ինքը ազատությունից հետո էլ չվերադառնա բանտ։ Պարզա՞։ Գիտեի, սպասում էի, այսօրը գալու էր ու ես կարծես թե դժգոհ չեմ, Վալերը փոքր մարդ չէր, արժեր իրան վերացնելու համար հայտնվել էստեղ, ես ինձ հիմա լավ եմ զգում, լավ եմ զգում, երբ հիշում եմ, որ այդ առնետն այլևս գոյություն չունի։ Վլադ համբերի։ Բայց ինչ եմ անում, որ։ Ճաշում ես գործադրում։ Ճաշում չեմ գործադրում, ընդհանրապես քեզ ուզում եմ բացատրեմ, որ չենք կարա բարեգործությամբ զբաղվենք այն ժամանակ, երբ որ մենք ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ ենք։ Բայց դու չէիր ինձ համոզում։ Հա, համոզում էի։ Ինձ դուր է եկել այդ միտքը, որ պետք է օգնենք անօգնական երեխեքին, բայց պետք է նայել մեր ունեցած հնարավորություններին։ Վլադ, ես խոսք եմ տվել Խորենին, ու խոսքիցս հետ չեմ կարա կանգնել։ Նա ինձ չի հավատա։ Հա, թող չհավատա։ Մեկը ես մտածում եմ հիմա այդ երեխեքին օգնելու մասին, ոչ թե իր թելադրածով շարժվելու։ Մեզ է դա պետք, չէ՞։ Լավ տեսնեմ, ոնց կստացվի։ Ոնց դուրս կգանք այս ստեղծված իրավիճակից։ Ու քանի դուրս չենք եկել, պետքա դադար տաս երեխեքին օգնելու քո որոշմանը։ Հիմա թքած թե Խորենը ինչ կմտածի։ Ինչ հանգիստ ես խոսում։ Երանի ես էլ քոպես կարողանայի հանգիստ լինել։ Չգիտեմ ոնց եմ նայելու ես նրա աչքերին։ Իսկ դու կարաս մի պահ մոռանաս Խորենի մասին ու գործի մասին մտածենք։ Լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել։ Կլինի մի օր առանց խնդիրների ապրենք։ Չէ, չի լինի, որովհետև կյանքն առանց խնդիր չի լինում։ Կարայի փախնեի, կարայի նենցանեի, որ չգտնեին։ Բայց շարեցի, ու լավ էլ արեցի, հետ ինձ պետք չէր։ Հարաբես ոնց չթողեցիք ծված եղս ուտեմ, լավ էլի, դուք մարդ եք թե չէ։ Գյոզալ, տնական ձվերս վարի գնաց արա։
որ ուզում ես քեզ կարում ես խելոք պայış Ջերյանը։ Դու իմ հետ շատ վատ վարվեցիր։ Արա, ես տենց է գլուխ չեմ անում, լսի։ Ծեծում եմ, ասում ես ծեծում ես, սիրում եմ, ասում ես սիրում ես, ասենց ոնց կլինի։ Առանց ինձ վիրավորելու չես կարում, չէ։ Օրդ չի ստացվում, չէ։ Արա, ես այսօր հասկացա, որ դու շատ պահանջգոտ ես դառել, շատ։ Այդ ոնց է լինում։ Ու ինչ ես անելու։ Ահ, ուզում եմ անելիքներին ծանոթանա, հա։ Չէ։ Ուզում եմ իմանամ, թե ինձ ինչ է սպասվում։ Լավ։ Ես ասեմ քեզ ինչ է սպասվում։ Ամպրոպ, անձրև, ձյուն, մլիկ, փոթորիկ եւ վերջում չմոռանանք ավելացնել եղանակային վատ պայմանների մալախուղը։ Դու շատ վտանգավոր ես։ Ճիշտ ես ասում։ Ես ոնց որ ծմակ տուն լինեմ, որտեղ արև չի ներխուժում։ Դու ամեն րոպե ինձ կարաս սպանես, ու ինձ օգնության ոչ մեկ չի հասնի։ Ոյ, նոր ես խելքի եկել։ Դրա համար դու պետքա քո օգնությունն ու փրկությունը գտնես իմ մեջ, սիրելիս։ Այս էլ դրդռում եմ, գիտեք, չէ։ Ու այդ երբ ինձ սեփականացրեցիր, որ ես տեղյակ չեղա։ Կադաստրում ռազրիշելի չտվին, որ քեզ սեփականացնեմ, բայց դու շատ ես խոսում, ձենդ կդրի։ Ես զղջում եմ, որ ես խառը ժամանակներում քեզ կանգնեցրի գործի գլուխ վլատ։ Դե հա ինչ իմանայիր, որ գործերը տեսքան խառն են լինելու։ Ուզում ես դու արի որոշ ժամանակ մի խառնվի, մինչև ես տեսնեմ ոնց եմ ես ամեն ինչը հարթուն, հետո նորից կկանգնես գործի գլուխ։ Եթե դու հիմա այդ ասում ես մենակ նրա համար, որ ես քեզ չխանգարեմ խորենի պահանջներն իրականացնելու համար, ասեն, որ առհասարակ չեմ էլ պատրաստվում։ Քո աշխատած փողերն են, դու էլ ոնց ուզում ես տենց էլ տնօրենի։ Այո։ Բարով ձեզ։ Ես եմ։ Հիմա որտեղ է։ Եղավ լավ, շնորհակալություն։ Խոսա, եթե տենց նայում ես, ուրեմն մի բան եղել է։ Ոստիկանությունից էր, խորենին են բռնել։ Իրան վաղուց են բռնել։ Ուղղակի հիմա գտել տարել են։ Սիրտս ցավում է նրա համար։ Ախր այդքան ասեցի, չլսեց, որ գնա, փախնի, փրկվի։ Որովհետև ինքը ուզում էր, որ իրան բռնեին, անհամբեր սպասում էր այդ պահին։ Ալո։ Վլադ, վատ լուրով եմ զանգել։ Ինչ է եղել, Մարտա, երեխոնա բան չի եղել։ Ադանեն անգել ոտքը կոտրել է։ Ոնց ոտքը կոտրել է։ Ես ինչ ես ասում։ Ով է ոտքը կոտրել։ Բա այդ դեպքում ինչի մեր հիվանդանոց չեք բերել։ Դե շտապօգնությունը բերեց ես հիվանդանոց, ես էլ այնքան խառնված էի, շփոթված, որ էլ ձեն չհանեցի։ Լավ, գալիս եմ։ Ադանն անգել ոտքը կոտրել է ու հիմա ուզում եմ վիրահատեն։ Այ քեզ թարսություն։ Լավ, ես գնում եմ, կապի մեջ կլինեք։ Վլադ, կլինի, որ ես չգամ։ Հա, իհարկե ոչինչ, նայի քո հարմարությանը։ Ուզում եմ գնամ խորենի հետևից։ Լավ, կզանգեմ։ Ինչ բան է ժամանակը։ Այդպես լավ ես զգուս թերում աստում գրում է։ Իսկ երբ ես վատ ես զգում, երբ պետք է առողջության դեր խաղա այդ դեղը, չի խաղում, կանգնում մնում այրական գարում։ Հարկ եղած դեպքում շատ գեղեցիկ ես խոսում։ Ես ընտրում եմ, իմ տեսքին չխապնվել։ Ես փոշեմ կոպիտ եմ, բայց շատ նոր փոքի ունեմ, արվեստագետի ճաշակ։ Ես տեսնում եք։ Իմիջիայլոց մամասել։
Իրար չեք սիճում, չէ՞ մամ։ Ուզում ես ասես, ես ու մամատ իրար գտել ենք։ Չգիտեմ։ Ձեզ այդ ծանոթությունը շատ հաճելի էր իրոք, բայց մամ ջան դուրս գանք չէ արդեն երևի։ Հա, իսկապես որ շատ ուշացանք։ Պետք է գնանք։ Հուսամ, հաջորդ հանդիպումը ձեր աղջկա հետ կլինի։ Դες խմեք ծանոթության կենացը։ Ականջից հետև չեմ գցի, իսկ ուն և էդ այսօր։ Ես իմ աղջկան տեղա կպահեմ, հաստատ մենք 4-ով կհանդիպենք։ Ինչի եք դիմում փախուստի։ Ինչա չեք խոստովանում ձեր մեղքը։ Միգուցե համոզված եք, որ դուք չեք սպանել ձեր մորը։ Որտեղ եք եղել այսքան ժամանակ։ Չեք վախենում, որ կբռնվեիք։ Ինչի եք ուզում հասնել ձեր լռությամբ։ Ձեր լռությամբ ուզում հասնել։ Ուզում եմ, որ փակեք ձեր բերանը։ Իմացի ոնց ես խոսում։ Սոված եմ։ Կարող է հաց տակ ուտեմ։ Իսկ դու կարող ես խոսաս։ Բա խոսում եմ, հաց տվեք։ Լրջացի մի հատ։ Մի խոսքով հույսներդ կտրեք, այնպես։ Իրան որ լսեի հիվանդանոց էլ պիտի չբերեի։ Ես շատ լավ եմ, ինձ այդ ամեն ինչ կարգին է։ Հիվանդանոց պետք չի գնալ, որովհետև ընդամենը ցավ ա տվել։ Սա իր ասած բառերն են։ Մարտա լավ։ Ինչը լավ։ Ոչ մի լավ։ Ես պիտի Վլադին ասեմ, որ իմանա, որ եթե դու ասում ես լավ եմ, իրականում դու շատ վատ ես։ Ասենք ոդկի կոտրվածքում ես, այդքանից հետո ասում ես լավ է։ Ինձ որ մնա չեմ էլ ուզենա, որ վիրահատեն։ Իսկ կնի քեզ չմնա, բժիշկները որոշեն։ Բայց այդ վիրահատությունից հետո պատկերացնես, թե ես որքան ժամանակ չեմ կարող քայլել։ Լսի, դու ոնց որ ընկնելուց մենակ ոտդ չես վնասել։ Ձեր ուղեղի շարիկներն էլ ա վնասվել։ Վլադ, չես ուզում բժիշկների հետ խոսես։ Հա, ավելի լավ է դու գնա երեխեքի մոտ, ես կմնամ բոլոր հարցերը կլուծեմ։ Ամորդ երեխեքը դայակի մոտ են։ Ես պիտի մնամ, որ հոգ տանեմ, չէ՞ Ադանայի մասին։ Չէ, պետք չի Մարտա, ես կմնամ հոգ կտանեմ։ Լավ, անհույս է։ Քեզ տանից ինչ-որ բան պետք է ուղարկել Ադանե։ Ասեք մենակ դու կարայիր սենց փորձանք բերել իր գլխներիս։ Հիմա ես ինչ անեմ։ Կարող է դիտավորյալ եմ ընկել։ Կներես։ Դե գիտես, ես գիտեմ ինչ եմ խոսում։ Չէ, մենք ուղղակի սովոր ենք սենց ապրելուն։ Պիտի մեզ հետ միշտ մի բան լինի։ Ես անգամ էլ ես եղավ։ Դա էլ փառք Աստծո, որ սենց եմ փրծել։ Ամեն ինչ մոռացել եմ, վաղս էլ կորցրել եմ։ Ճիշտ են ասում։ Մթագնաց ուղեղը ու մարդ կարողա ծայրահեղ քայլերի գնալ։ Ախր ում մտքով կանցներ, որ ես անգինս մթով գերեզմանների կողքով կանցնեմ, ուր մնաց գերեզմաններ գնամ։ Ոյ մամա ջան։ Էնով է։ Կարմենի գերեզմանին էնով է։ Հա։ Այ էսի իսկական նվերեր ինձ համար, այդտեղ ես, որ ուզում ես լավ էլ աշխատում ես։ Բայց չմոռանանք։ Արդյունքներ գոհացուցիչ է։ Բայց չմոռանանք, որ սա վերջնական հաղթանակ չի։ Դու արի վերջնականի մասին հիմա չխոսանք։ Օրը մի փչացրա։ Ոնց որ լավ չես լավ։ Չեմ հասկանում, Ժանը, ուզում ես անպայման ասեմ, որ լավ է։ Հա, անպայման ուզում եմ քեզնից լսեմ, որ դու լավ ես։ Լավ, լավ։ Ուր ենք գնում։ Տուն։ Չէ, տուն չեմ ուզում գնալ։ Որ ես ուզում։ Չգիտեմ, արի նստենք կավտոն, հետո կերևա։ Ոշ չկան, ոնց ես։
Ալիկ, Ապեր։ շատ շտապես։ Չէ, ինչի։ Արի մեզ հետ։ Այդ ուր են գնում ապեր։ Կարևոր չի, փաստաբանիդ էլ վերցրու, արի գնացինք։ Լսես, իր ապեր ես ինչ ասում։ Ինձ կներեք, այսօր աղջկաս ծնունդն է։ Ես բացակա եմ էլի։ Լավ, ինչ անենք, դուր տանք։ Դու գիտես։ Դե լավ, գնա, կապի մեջ կլնենք։ Ուր ես գնացել ես գիշերով, ման, որ չես էլ պատասխանում։ Ինչ արեցիր։ Միամիտ ստացվեց։ Ես չեմ հարցնում ոնց ստացվեց, ասում եմ ինչ արեցիր։ Կռիվ ես ման գալիս։ Մաման տանը չի։ Ես ինչ անեմ, ինչ ես ինձ ասում։ Որովհետև դու ես մեղավոր, որ մաման տանը չի հիմա։ Ինչի ես ինչ եմ արել։ Դու կաս, այ դա է քո մեղքը։ Ես ձեզնով չեմ ապրում։ Կլինի դուք էլ իմ կյանքով չապրեք։ Ուրեմն գնա։ Գնա, որ իրար չտեսնենք ու իրարով չապրենք։ Ինչ ես նայում, ինչ հայացքա դա։ Հիշում եմ։ Ոնց ես ինձ հունից հանում։ Իսկ դու ինձ օգնում ես հիշել։ Ինչ հիշել։ Ինձ։ Ձեզ։ Գնա, գնա, որ չտեսնեմ քեզ։ Դու էլ ես ինձ ատում։ Հա, ատում եմ։ Չէ։ Ես քեզ չեմ ատում։ Դու մեղավոր չես, որ կաս ու մեր կյանքում ես հիմա։ Ինձ խղճալ պետք չի։ Իսկ ես խղճացողներից չեմ։ Հա, բայց աղբորդ նման տականքել չես։ Չէ, Արամիկը վատը չի։ Իրան այդպեսին դարձրել են։ Գնամ վրա չաստեմ։ Ինչի չես վերցնում, մամա։ Ինչ ասես մտածեցի, 1000 վատ բանա մտքովս անցնում։ Կանգնի ասում եմ քեզ։ Իզուր ես փախնում, ես քեզ արդեն տեսել եմ, ով ես դու։ Այ աստվածի։ Կանգնի։ Կանգնի, դու Կարմենի գերեզմանին ինչ էիր անում։ Դուրս ես իր որ գաքսնել, բայց ոչ մի հաճ ես ուտում, սենց ոնց կրնի ցավը տանը։ Ահա вообще ճիշտ կանենք, ստե գալու փոխարեն մի հատ բժշկիդ մոտ գնանք։ Այդ քո գույնը հեչ իմ սրտով չի։ Ասա։ Նորմալ է, նորմալ։ Թողեք հանգիստ երաժշտություն վայելեն։ Դե բղարի ցավը տանը։ Մենակ իմանամ որ լավ ես։ Լավ եմ, լավ, Ալիկ ջան։ Մերսի քեզ։ Ինչի համար ապեր։ Ժանոն ինձ ամեն ինչ ասել է։ Բայց ցավը տանը ես քո համար կուզենայի աշխարհը շուռ տալ, եթե կարողանայի։ Առանց էդ էլ աշխարհը արդեն շուռ եկած է, Ալիկ ջան։ Դու էլ կպնաս լրիվ կքանդվի։ Հեռու մնա։ Աժորդ, բայց հիմա մեր խնդիրը քեզ օրենքից փախցնելն է։ Թե չես զալուգի ժամկետը, որ անցավ, փաստի առաջ են կանգնելու։ Չենք կանգնի։ Ինչ որ պետք է ես կանեմ։ Ստոպ, Ալիկ։ Էն ինչ արել ես հերիքա, վերջ։ Ապեր։ Այս կյանքում դու իմ համար այնքան բան ես արել, այնքան պարտք եմ կուտակել ես քո առաջ, որ ամբողջ կյանքովս մեկ տակից դուրս չեմ գա ցավդ տանը։ Ու այն որ դու իմ լակոտին խնայեցիր, այդ ինձ համար արդեն չգիտեմ մի աշխարհ ապեր։ Հիմա կասի մարդ էլ կսպանեմ քեզ համար։ Հա, ապեր։ Մարդ էլ կսպանեմ։ Մենակ իմ համար քեզ լավ կզգաս ցավդ տանը։ Ես աշխարհը կփռեմ ոտերի տակ, ախպերս։ Մենակ լավ։ Դե դու էլ մի բան ասա ու խմենք։
ես ինչ գործ ունեմ խառնվեմ երկու աղբոր խոսակցության մեջ։ Դե ուրեմն խնանք։ Ոնց ես։ Ես քեզ չեմ ուզում տնում։ Ուզում եմ, որ անհետանաս, չքվես աչքից։ Խեղդում ես։ Ասում ես խեղդում եմ։ Ուզում եմ խեղդեմ։ Ոչ թե մենակ խեղդեմ, ամել սատկացնեմ քեզ։ Բայց Նոր ուղեղը սանջատած էի։ Բայց որ լեսբիացա, հասկացա, որ զզվում եմ քեզնից։ Ու զզվանք ապրելու պահին մոռանում ես, չէ, որ երեխդ գոյություն ունի, ու պատրաստ ես ինձ ու երեխուց սպանես, չէ։ Կարա լինի։ Հնարավոր տարբերակ ես ասում։ Ուր ես գնում։ Վախենում ես կարոտես, որ չես թողում հեռու գնամ։ Չէ, ես քեզանից եմ վախենում։ Դու անկախատեսելի մարդ ես։ Ես չգիտեմ հաջորդ վարկյանին քո մտքով ինչ կանցնի ու դու ինչ կարաս անես։ Քեզ խոսք եմ տալիս, մոտակա մի քանի ժամը մոռանամ քեզ սպանելու մասին։ Բայց էդ էլ է քեզնից կախված։ Ու ինչ պետք է անեմ։ Պիտի սիրես ինձ։ Գոնե մի քանի ժամ լինես օրինավոր կին։ Չխաղաս ու չխաբես։ Բայց ես չեմ խաղում։ Ավելի լավ քո համար։ Բռնացրեցի խաբելուց, հաշվի չեմ առնի, որ իմ երեխուն է սպասում։ Չնայած որ, էդ էլ է մեծ հարցականի տակ դրած։ Եթե չես հավատում, որ ես քո երեխուն եմ սպասում, ուրեմն տուր սպանի ինձ։ Ինչ շատ չկա։ Գիտես, որ էդ էլ կանեմ։ Ես պիտի փախնելու ձև գտնեմ։ Թե չէ ուշ, թե շուտ, Արամիկը ինձ կվերացնի։ Արա ես չեմ ջոկում, զզվում եմ սրանից, թե սիրում եմ սրան։ Անալիզի պատասխաններն արդեն եկել են, մեկ ժամից տեղափոխենք վիրահատության։ Փաստորեն վիրահատությունն անհրաժեշտ է, հա։ Ցախ սրունքի փակ կոտրվածք է տեղաշարժով։ Ուրիշ տարբերակներ էլ կան, բայց ուշ կվերականգնվի։ Իսկ վստահ լինենք, որ հղիության հետ կապված ամեն բան կարգին կլինի։ Մեզնից կախված ամեն բան կանենք պտղին չվնասելու համար, բայց վիրահատությունը ռիսկ է։ Ձերն է որոշումը։ Պարզաբժիշկ, շնորհակալություն։ Առողջություն։ Մերսի։ Վախենում ես։ Չպետք է էլի սենց բան լիներ։ Դե հələ լավա սրանով ենք բրծել։ Ասենք ես զարմանում եմ, ոնց կարա իր կանգնած տեղից նենց ընկնեիր, որ այս կարգի բարդ կոտրվածք լիներ։ Ոնց որ ձախորդ փանոսը լինես, աղջի ջան։ Զանգել ես պապային։ Չէ, եթե ուզում ես կզանգեմ։ Դե հա, թող տեղյակ լինի։ Մենակ դու կարայիր սենց փչացնել իմ պլանները։ Ինչ պլաններ։ Ոնց ինչ պլան։ Սիրահարների տոնի հետ կապված նվեր ունեի քեզ անելու։ Հետո ինչ որ նվերը տարեցիր, քաշվեցիր մի կողմ։ Բայց ես քեզ նվեր չեմ արել։ Իսկ սա ի՞նչ է։ Ով ասել, որ նվերը մենակ լավն է լինում։ Մինչելուց վատ նվերել է լինում։ Դե կներես, ինչ ասեմ։ Դու ինձ կներես։ Ապուշ կատակարեցի։ Սիրում եմ քեզ շատ։ Ինչ ասեցիր։ Հələ նորից ասա։ Այ դա խելոք մնա։ Պիտի պարտադիր ոտը ջարդեիր, հա, որ որոշեիր անկեղծանալ հետս։ Դե ոտքս կոտրելուց հետո հասկացա, որ սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ, ու շատ։ Ու դրա համար հաստատ պետք չի, չէ, ոտք ջարդել։ Երևի։ Կթողեն, չէ, գիշերը մնամ պահեմ քեզ։ Ես եմ։ Դե երևի պիտի
բուժքույրների հետ լեզու գտնես։ Դե, դու գիտես, ես սիրուն բուժքույրերի հետ խնդիր չունեմ։ Դե հա, սիրուն բժիշկների պակաս էլ չկա ոնց որ։ Դե, նկատի ունեմ, որ ոտքս ապահով ձեռքերում է։ Ես իմ թե։ Ասին ասում եմ քեզ, այդ փախնում ես որ չճանաչեմ, հա? Դու Կարմենի գերեզմանին ինչ էիր անում, ով ես դու? Ինչ ես մեզնից ուզում, այդ նա? Ով ես դու? Ոջա ոնց է վախենում լեղատակ եմ լինում։ Ասին ասում եմ քեզ։ Ալո։ Ժանո Անինա, Արամիկը ինձ փախցրել է, չգիտեմ ինձ ուրա բերել։ Բերել է ստեղ ու ինձ տանջում է, խնդրում եմ, աղաչում եմ քեզ, արի ինձ տեղից տար։ Հələ մի հատ հանգստացի, տեղը տասա, որտեղ եք։ Խնդրում եմ քեզ, արի ինձ տեղից տար, թե չէ ինքը ինձ կսպամ։ Արի հանգստացի ասում եմ, տեղը տասա։ Բայց կուշ կգաս։ Մենք գտնվում ենք։ Ես քո։ Ալո։ Ալո։ Հաստատ Արամիկը լսեց, արա։ Ուրա չի դու լրիվ ընկել ես քո հետևից։ Արա ուզում ես չծնված երեխեն փորիդ մեջ սատկացնեմ քեզ, արա։ Ուրա դու լրիվ ընկել ես քո հետևից, արա խաղում ես հետս, արա։ Արամիկ, ես վախում եմ քեզանից, բաց թող ինձ։ Արա լսի։ Այ Դեռ տեղերի մեջ սեր էին խոստովանում, արա, ասում էին, որ սիրում ես ինձ, արա։ Այդ ոնց եղավ, սենց եղավ, արա։ Լևը պետք է իմանար իմ տեղը, թե չէ։ Ես քո զզվում եմ քեզնից, արա, ոնց եմ զզվում, արա, ոնց եմ զզվում։ Նոր ասում էիր սիրում ես ինձ, նոր ասում էիր իմ երեխուն ես սպասում, հիմա էլ հոպարի մոտ ես թսվում, արա, ոնց եմ ես քեզանից զզվում։ Դու մեկ ինչ ես կան ինձ սպանես, որովհետև Լևը քեզ կվածը չա։ Արա, քեզ է թվում, թե դու կարաս իմ հոպարով ինձ վախացնես, արա, քեզ թվում, արա, հետդ լավ է, եթե չանցավ, մի քանի ժամ եք ես նորմալ չկարացար պահես, արա։ Չնայած դու դիլխոր ես ապեր, բայց ես շատ ուրախ եմ, որ դու ազատության մեջ ես։ Բայց արի չմոռանանք, Ալիկ, որ սա իմ վերջնական ազատությունը չի, հենց որ երազանքների գիրկը չընկնենք։ Ինչի ցավը տանեմ, սենց բաների տակից ենք դուրս եկել, սրա տակից էլ դուրս գանք, չմտածես։ Որ դուրս չգանք էլ խնդիր չի։ Ես եմ այս ամեն ինչը արել ու ես դրան գնացել եմ գիտակցաբար։ Գնանք։ Գնացինք։ Ժանոն ինչ եղավ։ Հեռախոսով էի խոսում, կներես ուշացա։ Ում հետով էր զանգել։ Ասեմ մուֆտալ ներվային անանրու ես լուչը չասեմ։ Ում հետ էիր խոսում։ Են կտսրած Արամիկն է եկել քոտուն ու Անին տարել։ Անին էր զանգել, ասում է ինձ տարեմիտ է պահում է, հետս վատա վարվում, ծեցում է, ուզում էր տեղը ասեր, են էլ կիսատ մնաց երևի էտ տուվտեն եկավ, լսեց, ձերից վեկա լավ ինչ եղավ չեմ ճոկում, համի երևի ինդ է կդրտում այդ աղջիկան։ Ինչ ալիներու ես ամենի վերջը։ Լևին ես երբեք եսպես կոտրված չեմ տեսնել։ Մի տեսակ ոնց որ չհավատա իր ուժերին։ Չեմ հասկանում։ Թեկուզ պարզ է ռեալ է նայում իրավիճակին, բայց չէ, պետք է մի բան անեմ։ Երևի եկել է իմ գործելու ժամանակը։ Ես կկարողանամ այնքան ուժեղ լինեմ, որ իմ ունեցած չունեցած իմ կարիերան, իմ հնարավորությունները սաղ կորցնեմ Լևին փրկելու համար։ Թե ասայանը ինչ ունեմ, որ ընտանիքս աչքիս առաջ կործանվում այս կես։
Որտեղից աշտեկվիցում չեն գնում։ Բա ուր են գնում։ Հերիքը ոչ մի բան չեմ ուզում լսել, ոչ մի բան չեմ ուզում լսել։ Լավ, մի հատ հանգստացի։ Ես ամեն ինչ կանեմ, որ քեզ ստեղից հանեն։ Ամեն ինչ լավ կլինի։ Սրտովը տա, չէ՞։ Բայց խոստովանի, որ սրտովը տա, որ ես ստեղ եմ, այն մի գժից պրծակ, ինձ էլ բերեցիք գցեցիք ես դատապարտյալների գժանոցը, ու ամեն ինչ ընկավ իր տեղը, համիզնից պրծակ համ նրանից։ Հիմա կարաք հանգիստ եւ խաղաղ ապրենք։ Դե լավ էլի հերիքա, համբերությունս ես փորձում։ Ասում եմ ամեն ինչ լավ կլինի։ Հիմա ինչ անեմ, որ սենց եղավ։ Երբ որ դու անհետացար, ոստիկանությունը սկսեց քեզ փնտրել, հիմա էլ գտել է։ Բայց ես հələ չեմ մեռել, ամեն ինչ կանեմ, ասում եմ, խոստանում եմ։ Սաղեն խնամուտ։ Սաղեն խնամիտ արեց ինչ արեց, են Մոնթեյա ինչա։ Չգիտեմ, բայց չեմ կարծում։ Բայց դու հանգիստ եղի։ Ես տեղ բոլորին ասել եմ, որ ինքն է ինձ բաղցրել։ Դե ասա, որ զզվում ես ինձնից, ասա, որ զզվում ես ինձնից։ Բան չմնաց, հեսա կգնաս, ու էլ իշ չես տեսնի, իսկ ինձ կտանեն, տարբեր տեսակի էքսպերիմենտներ կանեն, դեղեր կներարկեն, և ես միգուցե ուղվեմ։ Հանդիպեցին եղցիր հատնոցի պիտրիպ ինյան պոմպակ։ Սպասիր ասում եմ քեզ։ Չես լսում ինչ եմ ասում։ Դու ինձ վախացրիր, բայց ես պետք է տեսնեմ դու ով ես։ Կանգնիր ասում եմ քեզ։ Աստված։ Այս հիմա կբռնեմ։ Հետո վեր եկել Կարմենի գերեզմանին։ Այս ով էր։ Ես ինչի էր եկել Կարմենի գերեզմանին։ Այ մարդ վախից ես ինչքան վազեցի սրա հետևից։